Ամրանը Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Երևանում 2026-ի գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է այսօր Երևանում Օրբելի ֆորումի ժամանակ, հույս հայտնելով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի այս հրավերը։ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Երևանյան հավաքին հրավիրելու մասին մի քանի օր առաջ արտգործնախարար Միրզոյանն էր հայտարարել։ Այսօր ամենայն հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության 26-րդ տարեդարձն է։ Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք ամենայն հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության 26-րդ տարեդարձը։ Մաղթելով ազգընտիր հայրապետին քաջառող երկար տարիներ, կենաց արևաշատություն եւ հոգեվոր անբեկանելի եռան, փոթորկահույզ ալեկոծություններով հայոց տապանը անվտանգ եւ անվնաս առաջնորդելու դեպի Տիրոջ խոստացյալ նավահանգիստը։ Թող ամենաբարի Աստվածը զորակից լինի նորին սրբությանը այս դժվարին ժամանակաշրջանում հովանելու ամենայն հայոց հավատավոր հոտը, ասված է Մայրաթորի շնորհավորական ուղերձում։ 30 եւ ավելի տարվա սոցիալ հոգեբանությունը մի երևույթ չէ, որն ուղղակի կարելի է անջատի չանջատելով եւ արգելակները քաշելով կանգնեցնել։ Այսօր Օրբելի ֆորումի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին։ Հետևաբար այս դրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում, արտահայտվում է մամուլում, արտահայտվում է հանրային շրջանակներում, արտահայտվում է նաեւ փորձագիտական շրջանակներում, անգամ երկրների առաջնորդության մակարդակում, ինչպես նաեւ մենք պետք է նաեւ այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևերը գտնենք, ասել է նա։ Իմ կյանքի կարևորագույն գործերից մեկն ազգային ազատագրական պայքարն է։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին։ Կարլսոնը հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Տեսանյութը տեղադրվել է մեր ձևով շարժման Facebook-յան էջում։ Նշվում է, որ առաջիկայում հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի։